Մենք գտնվում ենք Էջմիածին քաղաքում, զրուցում ենք քաղաքացիների հետ եւ ուզում ենք խնդիրները հասկանալ քաղաքի եւ հնարավորինս չափ գտնել լուծման ճանապարհները։ Էջմիածնի հետ կապված շատ խնդիրներ կան, որ կարելի է լուծել։ Ինձ թվում է հեշտությամբ էլ կլուծվի, եթե մտադրվեն, օրինակ նայեք ստեղ եւ ասֆալտները հələ սա քարուքամբախ եղած է, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, այս խաղահրապարակը իբր թե ասում են նորմալ է, բերում են մի հատ ավազ էլ լցնում են էլ ցեխ, քար է եղել, հենա երեխեք ընկնում են քիթ բերանները ջարդվում է։ Ապրում եմ Վրամ Կոստանյան շենքում, մի Ազգալցյան կոչվում, վթարային շենք է, առաջի հերթին ջուր չունենք 5-րդ հարկ եմ ապրում, ամբողջ ամառը, շենքը վթարային է, եկեք մեր շենքը առաջի հարկը նայեք, լրիվ ջուր չի բարձրանում, ջուրը տրուբեկից չի էլ հելնում, դրա հին է, որ թվից վթարային է, ոչ քանդում են, ոչ տեր են կայնում, լուկերն էլ հրոպեն մեկ, ամեն 2 օրը մեկ փակվում է, հա, կոյուղին։ Առաջի մեր հիմա ինձ հուզող առաջի խնդիրը դա է։ Այո, նույն խնդիրը, որ ամբողջ ամառ մենք ջուր չենք ունենում ու 2 օրը մեկ զասարենի ջուր չենք ունենում։ Ձմեռը չի սառում, ջուր չի լինում, պետք է որ սառի, որ չկա որտես պետք է սառի։ Քաղաքին հիմնականում ինձ թվում է ամենաշատը այն է, որ մարդիկ շատացել են, տեղ չկա շարժվելու, ակետից բեկը գնալու համար Մի ասենք մի խցանումները շատ է, ինձ թվում է ավելի լավ ավտոների ճանապարհները կարգավորվի։ Կուզենք միայն փողոցը ասֆալտապատվեր։ Այսինքն Չկա, մոռացված է։ Այս արդեն 50 տարի է, երևի այդ փողոցում ասֆալտապատ չի եղել։ Մենք կենտրոնականներում անում են, հա։ Այդ էլ մեր հարևանների շնորհիվ բարեկամներով հավաքվում ենք, փոսերը լցնում ենք մեքենաների համար։ Այս մասում հիմա բան են անում, օրինակ ինձ համար անգամ տենում ես ոնց որ փող լվալու հարց լինի, ասենք, եթե դու տենում ես, որ ամբողջ փողոցը պետք է ասֆալտապատվի, բռնել ես մի 3 տեղ անում ես, ասենք ոնց որ ստանես, բայց նայում ես, դա ոչ մի հարցին լուծում չի, բայց մեջտեղի մասը։ Ընդհանուր դու կարաս քանդես, ընդհանուր հարցին լուծում տաս, որ մեր մշտական լինի, էլի։ Ուզում ասեմ, լիքը հարցեր կա, որ կարանք օգտակար լինենք մեր քաղաքին։ Վերանորոգել, այսինքն ավելի հետաքրքիր ատրակցիոններ լինի երեխաների համար թեկուզ կամ ժամանցի վայր մի հատ Էջմիածնում։ Եթե տրանսպորտ լիներ, ավելի հարմար կլիներ։ Դե երեխեքն էլ տրանսպորտով ամեն մեկը իր տրանսպորտով է տանում երեխեքին։ Ոտքով են գնում գալիս, Հա, առաջնահերթ ամենադժվար խնդիրը կոյուղին է։ Առաջնահերթ ինձ թվում է խնդիրը մեր մաքրության հետ է կապված, որովհետև ստեղ ոնց որ իմուքոն են անում, որը որ ենթադրենք օրինակի համար, մանվելի տարածքն այնտեղ ընդհանրապես չի մաքրվում, մնացածը իբրև թե մաքրվում է, բայց դե էդ էլ իբրև է, էլի։ Ձեր բակը ոնց է մաքրվում, ովքեր են մաքրում։ Մենք ենք մաքրում։ Այսինքն մենք ասելով ոնց հասկանում, գումար եք տալիս, թե դուք անձամբ։ Եթե ժամանակ ենք ունենում, ժողովրդով իջնում ենք մաքրում ենք երեխեքն մեր հետ, բայց եթե ասենք հարկ է լինում, որ զբաղված են ժողովուրդը, մարդ են կանչում, գումարով մաքրում են։ Ասեմ, առաջին հերթին, հա, թափորող շներ ամեն առավոտ, ստեղ մի հատ շունկա մի հատ չէ, մի քանի հատ, որ հարցակվում են մարդկանց վրա, մենակ ես 10 հոգով փրկել եմ այդ շանցերից, չեն կարող, գնացել եմ, մոտեցել եմ քաղաքապետարան, ոչ մի լուծում չկա, մարդ չկա, որ այդ հարցերով զբաղվում։ Արամ Մանուկյան երկրորդ թաղամասը լրիվ անտեսված է, ոչ մի ձևով մարդիկ որ անձևը գալիս է, այսպես կոշիկներով են գնում, գալիս են, հա։ Թափառող շների մասին խոսք լինել չի կարող, դա առաջնային խնդիր է։ Ես ոչ առաջարկում եմ ոչնչացնել, ոչ առաջարկում եմ ինչ-որ մի բան, բայց կարելի է այդ հարցը լուծել, էլի, հատուկ ինչ-որ զապավեդնիկ կամ ինչ-որ մի բան լինի, որ այդ շներին տեր լինի, թե չէ դեպքեր են գրանցվել, որ մարդկանց վրա են հարձակվել։ Ու շատ է այդպես դեպքեր էլի գրանցել մանավանդ առավոտյան շատ շուտ եւ երեկոյան շատ ուշ ժամերի աշխատողների համար դա լուրջ խնդիր է։ Թափառող շները, որ ահավոր են, իմ ծանոթներից 2 հոգու արդեն վնասել են, մեկի թևը չկա, մեկն էլ ծանր վիճակում այդ վիզը որ կծել է, ծանր վիճակում էլի բուժվում է, ինսուլտ է խփել, հենց այդ նույն երակից։
Ամենա այդ մեծ խնդիրը, որ ասում են Էջմիածնում ինչ է խնդիրը, առաջինը մտքից գալիս է, այդ շներն են, որ շատ է։ Մեր համար որպես քաղաքացի, քաղաքի բնակիչ կարևոր է հարցը լուծվի։